Թումանյանի ծննդյան օրն։ Հովհաննես Թումանյանը գրել է շատ հեքիաթներ ծերի համար, այն նաև փոքրիկների համար։ Նրա հեքիաթի հերոսները ոչ միայն մարդիկ են, այլ նաև կենդանիները։ Ձեզ համար մենք կցուցադրենք Հովհաննես Թումանյանի շունն ու կատուն։ Եկեք ողջունենք նրանց։ Ժամանակով կատուն ճոներ, շուններ գլխին գդակ չուներ, միայն գիտեմ ոչ որ յենց որդի, չանգելել մի գարան մորթի։ Եկավ մի օր ծանրվան մարտին, կատվի կուշտը տարավ մորթին, պարաջողում ուստապիսով, գլուխս մրսեց իսեր աստծո։ Արես մորթին ու ինձ համար, մի գդակ կարի գլխիս հարմար, վարձիդ համար միամիտ մնար, համա շատ ջուշանար, աչքիս վրա քերի քուչի, մի գդակ գահո մի քուրջի, քուտ հանկատին խաթեր համար, Ուրփաթորը համեցեք տար, քողի մասին ավելորդա, մեր մեջ խոսելն էլ լամոցա, ինչ մեծ բան թո հերորանած, միան մի գդակի գործ, Ուրփաթորը քերի քուչին, ուստից առաջ բաց քուչին, հապ տալով սանդարում մեծ, ուստա կատվի շեմքում կանգնեց, ուստեն բուրա փափա սուրա, մի քիչ կացի հրեսկեվա, ուստեն նեկավ քուրքը հակին, շանը տեսավ պեղի տակին, իրեն քիչ փոնքած, ու մուշտարու վրա թնդած, վուրտը տարավ, վահը տնաշենք, չես թողանում մի շունչ քաշենք, հեշտ բան հոչի հլար նորեմ, զրծամ տվել թե որ կարեմ, եհերոնած դե տենաց ասա, էդ բարկանապ էլ ընչիսա, քողան տվել, վախտին կարի, թե չէ ասա, էքու ծարի, համ ասում ես, համ չես կարում, համ խոսում ես, որ ես գորում, քանի ախպեր գնամ ու գամ, ասավ քուչին դու մեղացած, վերադարձավ գլուխը բաց, մինել եկավ դարձյալ չկար, էս անգամը տիպան իրար, էլ անպատիվան կարգ խոսքեր, էլ հինում ու հենում է, էլ գողվիսո, էլ քաչալ շում, բանը հասավ դիվան պաշում, շունը մինչև գնաց եկավ, ուստակատում կոտրն ընկավ, գլուխն արավ ու մի գիշեր, հայթել կորավ են գործիններ, տեր օրվանից մինչև ոսել, շունն ես բանը չի մորացել, մտքում հլա դեր բախումա, որտես պատվի պարտարումը, վերաքրչում վրա վազում, իրեն մորթին է տա ուզում, իսկ սևերես կատուն հանկարծ, ետ ադարնում ու բարկացած, հշտացնում ու մթամնորեն, սրծամ տեղեն թե որ Ահա այսպես հաչում եմ ես, հավ, ու տուն այսպես պահում եմ ես, ու տուն այսպես պահում եմ ես, թե գամ ես մոտ մի ծանոթ, մոտն եմ բազում, ոչ է շարժում, բայց թե մի գող չարկանեցող, ու սիթակում մտնի